Դերասանուհի Անի Երանյանը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստանում Full House գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց անմիջապես հետո։ Անին ինստագրամի իր էջում կադրեր էր հրապարակել օդանավակայանից, ինչպես նաև լուսանկարներ մայրիկի հետ։ Հիշեցնենք, որ Անի Երանյանն օգոստոսին էր վերադարձել հայրենիք, հայտնելով, որ 5 տարի սպասել էր այդ օրվան։ Նշենք, որ դերասանուհին քեզանից հետո հեռուստասերիալի ոչ միայն գլխավոր հերոսուհին է, այլ նաև պրոդյուսերը։ Քեզանից հետո հեռուստասերիալն այս շրջանում հայկական սերիալ արտադրության ամենադիտված ու քննարկված նախագծերից մեկն է, այն համարվում է ամենառեյթինգային հեռուստանախագիծը։ Նշենք, որ Անի Երանյանը Շիրազի վարդը սերիալի վերջին սերիաներում նրա կերպարը մեկնեց արտերկիր։ Սցենարային զարգացումը պայմանավորված էր թե ոչ դերասանուհու մեկնումով, իրականում նա մեկնեց ճամփորդության ու 5 տարի այլևս չվերադարձավ Հայաստան։ Եվ ի ուրախություն դերասանուհու վերջապես հնարավորություն ընձեռնվեց ու վերադարձավ հայրենիք։ Ինչպես պարզ է հեռուստադիտողներին, դերասանուհի Անի Երանյանը քեզանից հետո հեռուստասերիալում մարմնավորում է Էվային, եւ թվում էր, թե սերիալում ամեն ինչ վերջապես մտնում է հանգիստ հունի մեջ, կյանքը նորից պատրաստվում է անակնկալ մատուցել։ Էվան, ով երկար ժամանակ պայքարում է իր առողջական խնդիրների եւ ներքին վախերի դեմ, վերջապես սկսում է ժպտալ։ Նրա աչքերում նորից փայլ կա, այն նույն լույսը, որը կարծես մարել էր դեռ առաջին սերիաներից։ Ռոբի հետ անցկացրած ժամանակը նրան տալիս էր խաղաղության այնպիսի զգացում, որ կարծես ամեն ցավ ու անորոշություն անցյալում էր մնացել։ Նրանք միասին սկսեցին ապրել կյանքն առանց վախերի, առանց կասկածների, նույնիսկ Էվայի եղբայրը Էդգարը, որը սկզբում կասկածանքով էր վերաբերվում Ռոբին, այժմ կարծես ընդունել էր նրան։ Նրանց վերջին տեսարանը մի ընտանիքի խաղաղ ու երջանիկ պահ էր հիշեցնում, լի վստահությամբ ու ջերմությամբ, բայց այդ երջանկությունը երկար չի տևում։ Վերջին կադրերը հեռուստադիտողին թողնում են քննարկումների մեջ։ Էվան, ով դեռ մի պահ առաջ ժպտում էր, հանկարծակի խամրում է։ Ինչպես երևում է վերջին կադրերից, Էվան իրեն շատ վատ է զգում։ Այդ պահը լցված է լարվածությամբ ու հույզերով։ Հեռուստադիտողը բառացիորեն զգում է Ռոբի խուճապը։ Ամեն ինչ կատարվում է վայրկյանների ընթացքում։ Սերիալի ստեղծողները կարծես հատուկ են պահպանել այս ինտրիգը։ Նրանք ոչ մի բացատրություն չեն տալիս, թողնելով, որ հեռուստադիտողը գուշակի ինչ է լինելու հետո։ Էվայի վիճակը լուրջ է եւ բոլորը սպասում են, թե արդյոք նա կկարողանա հաղթահարել այս փորձությունը։ Հետաքրքիրն այն է, որ հենց այդ դրվագից հետո Ռոբի կերպարը փոխվում է։ Նա այլևս այն մարդը չէ, ով միայն սիրահարված է։ Այժմ նա պայքարում է ոչ միայն Էվայի համար, այլև իր սեփական հավատքին։ Նա պատրաստ է անել ամեն ինչ, անգամ իր կյանքը վտանգել, եթե դա կօգնի Էվային։ Հեռուստադիտողները նշում են, որ սա սերիալի ամենաուժեղ եւ ամենահուզիչ պահերից մեկն է։ Էվայի հիվանդանոց տեղափոխվելու տեսարանը դառնալու է նոր շրջադարձ ամբողջ պատմության համար։ Սերն ու կյանքի արժեք այստեղ խաչվում են, ստիպելով յուրաքանչյուրին մտածել, իսկ ինչ է իրական երջանկությունը եւ ինչ սահմաններ ունի սերը։ Ասում են, հաջորդ սերիաներում մեզ սպասվում է առավել դրամատիկ զարգացում։ Կբացվեն գաղտնիքներ, կբացահայտվեն անցյալի պատմություններ եւ կտեսնենք արդյոք Ռոբն ու Էվան կարող են իրենց սերը պահել, երբ ճակատագիրը կարծես խաղում է նրանց դեմ։ Քեզանից հետո հեռուստասերիալն այն քիչ հայկական սերիալներից է, որ հեռուստադիտողները դիտում են ուղղակի շունչները պահած։ Այս սերիալը այն սերիալներից մեկն է, ով մեկնաբանություններում դժվար է գտնել բացասական կարծիքներ։ Այս ինչքան հետաքրքրությամբ եմ նայում, ինչ սիրուն տեսարան են, ինչ լավ եք խաղում բոլորդ։ Անի Երանյան, Մովսես Երեմյան, նրանց սիրային նուրբ ու սիրուն խաղը ֆիլմը դարձնում է շատ հետաքրքիր։ Նայում ենք սրտի դողով, մի շնչով, բառերով բացատրել չեմ կարող, թե ինչ եմ զգում։ Իսկ մինչ կբացահայտվի, թե ինչ է տեղի ունենալու հաջորդ սերիաներում եւ արդյոք կհաջողվի փրկել Էվայի կյանքը, թե ոչ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք սերիալում ընթացող գործողությունները եւ իհարկե տեղեկանաք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին եւ ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում ամենահետաքրքիր, հուզիչ ու դիտարժան կադրերը դեռ առջևում են,
Այնպես որ բաց չթողնեք սերիալի հետագա սերիաները, որպեսզի տեսնեք, թե ինչ է կատարվելու։ Իսկ Անի Երանյանի խաղն ուղղակի ցնցել է հեռուստադիտողներին։ Նրանք նշում են, որ նա այն դերասանուհիներից է, ով ուղղակի չի խաղում, այլ ապրում է իր կերպարի հետ։